գույն կսեմ։ Վայ Մարինե ջան, ինչ գույն ուզում ես սկսի, մենակ թե արա, քանի մաման չի եկել։ Հարգելիներս, այս տիկտոկյան մենամարտը պետք է հաղթել։ Այդ իսկ պատճառով հորդորում եմ ձեզ արագ քփվել էկրաններին։ Քփվեք ավելի արագ, ավելի ակտիվ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ուղարկել են կատվազգիների ընտանիքի գիշատիչ կատնասունի նվերներ։ Այո, շնորհակալ եմ, մենք հաղթեցինք։ Լավ էլի, տատի, ես քեզ բաթլ խաղալ սովորացնեմ, որ դու ինձ հաղթես, արդար չի։ Ինչ արդար չի։ Այսինքն, կուկու։ Բակի ցանկապատիներ կրաստվարիցելով մաքրում է, էլի մանիկյուրս փչացավ։ Տիկին ան ախր նոր արած մանիկյուրով գործ չեն անում։ Այսինքն աղջիկ ջան, ո՞նց ես կարամ գործ չանեմ։ Մամա։ Ինչու մամա, այս աղջիկ եկել է իմ տունը քանդի Ազիզ ջան։ Չհասկացա։ Մի հատ էս սրտը բրտը հավաքից տեղից գնա, հա։ Մամա, ամոթա։ Նա քանդես աղջիկ ջան։ Մամա, խայտը կարեցի։ Գարեցի։ Իսկ հալը մանիկյուրը մնաց կպստեք։ Ախր պարոն գնդապետ, ես գող չեմ։ Կարեն բավոր գող չես, ինչ ես ես շորերով։ Ինատու ես ինձ հագնում, որ ինչ չճանաչեք, որ գնամ պարոն գնդապետի տուն չնեղվեք։ Բայց այս շորերով չէիր գալի մեր տուն, Կարեն։ Հա, բայց ես ում փոխվում նոր էի բարձանում։ Ախր ոչ եք հասկանում, պարոն գնդապետներ։ Ես ձեզ երկուսիդ էլ սիրում եմ, հարգում եմ։ Օրինակ ձեզ հարգում եմ, ձեզ սիրում եմ։ Բայց ես չեմ կարող երկու կես լինեմ։ Խնդրում եմ մի բան մտածեք, էլի։ Արամ, առաջարկում եմ Կարենին բաժանենք երկու մասի։ Կենտ օրերը կլինի մոտ, զույգ օրերը քո մոտ։ Լավ բան ես ասում, Մայիս, բայց այդ դեպքում պետք է մի հատ նորմալ կալենդար կազմենք։ Ես կասեի կարենդար։ Հələ մի րոպե։ Եթե Կարենը չի գողը, բանա տարե խանութի ապրանքներն ու կասայի փողը։ Սախարոզը։ Ալեքս։ Ես էլի քեզ գցեցին։ Կարենա ինչ ես անում։ Հենց հիմա գտնում ես Սակոյին ու Ռոզային ու պատժում ես։ Արագացրու։ Մի րոպե, Արամ։ Այսօր կենտ օր է։ Կարեն, գտնում ես Սակոյին ու Ռոզային ու տանում պատժում ես։ Եղավ։ Լսում եմ պարոն գնդապետ։ Մարիս, բա դու ինչ ես կանգնել, աղ պտապի, բա դու ինչ ես աղպամանը բերել դրել մեր բակում, իմ բակն է ինչ կուզեմ կանեմ, տենց, հա, ես բակը իմ բակն էլ է, ես էլ ինչ կուզեմ կանեմ, դե կտենա,